Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ակտիվ քննչական գործողություններ է սկսել գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով։ Գործարարի փաստաբանները հայտնել էին, որ իրավապահների թիրախում են հայտնվել լեզվաբանները, որ փորձագիտական եզրակացություն են տվել գործարար Սամվել Կարապետյանի գործով։ Ըստ պաշտոնական խմբի, նրանց քննչական կոմիտե են կանչել, իսկ 3 էլ խոզարկել են լեզվաբան Վանո Եղիազարյանի տունը։ Փաստաբան Ռուբեն Հակոբյանը ամիսներ առաջ դիմել է մասնագետներին, որ փորձագիտական եզրակացություն տան, արդյոք եկեղեցու պաշտպանության մասին Սամվել Կարապետյանի խոսքերում իշխանությունը զավթելու կոչ կա։ Մասնագետները եզրակացրել են, որ չկա։ Ժողովուրդ օրաթերթի հասած տեղեկությունների համաձայն, բացի փորձագետներից, նախաքննական մարմինը ակտիվ քննչական գործողություններ է իրականացնում վկաների մասով։ Չի բացառվում, որ նման ակտիվ քննչական գործողությունները կապված լինեն այն հանգամանքի հետ, որ մինչև տարեվերջ նախաքննական մարմինը Սամվել Կարապետյանի դեմ հարուցած քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարի եւ որոշի գործը ուղարկել դատարան։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ին Հայ առաքելական եկեղեցու պաշտպանելու մասին իր հայտարարությունից ժամեր հետո։ Ոստիկանները նրան ձերբակալեցին, այդ ընթացքում մտածեցին նրա վերաբերյալ ինչ գործ կարելի է սարքել, հետո SMS հրահանգով 2 ամսով կալանավորեցին, որ մինչև օրս բարերարը գտնվում է կալանքի տակ։